Երևանում այցով է գտնվում Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Այս ամենը նշանավորում է Հայաստան-Հնդկաստան մերձեցման մի նոր շրջափուլ։ Ուշագրավն այն է, որ այս այցը տեղի է ունենում արդեն կայացած Եվրամիություն-Հնդկաստան խորը եւ համապարփակ նոր պայմանավորվածությունների ֆոնին։ Հայաստանը սրանով իսկ մաս է դառնում համաեվրոպական ռազմավարություն, որն ուղղված է կանոններով խաղին մի տված աշխարհի ձևավորմանը եւ այդտեղ ներգրավելուն այլ զարգացող շուկաներ։ Եվրամիությունը օդով չէ, որ միանալու է եւ համագործակցի Հնդկաստանի հետ, եւ հարավային Կովկասն այստեղ նոր դեր է ստանձնում, իսկ մեր տարածաշրջանում Հնդկաստանի թիվ 1 գործընկերը շարունակում է մնալ Հայաստանը, այնպես ինչպես եւ Եվրամիության համար, այդպես են դասավորվել հանգամանքները, եւ սա ամենաշահեկանն է, որը Հայաստանը կարող էր ունենալ։